Մի այսպիսի հարց է Փազանել։ Նիկոլ Փաշինյանը իր գրառումներում վերջին հատկապես գրառումներում անդադ շեշտում է, որ պետք է կաթողիկոսական նոր ընտրություններ լինեն եւ ասում է, որ պետք է Ինքը չի որոշում դա։ Ինքը չի որոշում դա։ Գոյություն ունի ազգային եկեղեցական ժողով, եկեղեցական բարձրագույն մարմիններ, իրենք են որոշում։ Նոր քիչ առաջ ասացի, ոչ վարչապետի իբրև, ոչ էլ իբրև եկեղեցու հավատացյալ, եթե անգամ ինքը հավատացյալ է, որի վերաբերյալ ես լուրջ կասկածներ ունեմ, ինքը նման իրավասություն չունի։ Փազանհայր վերջին օրերին տարակուսանք էր առաջացրել հայրասողիկի գրառումը Արայիկ Հարությունյանի մասին, նշել էր, որ այդ ԿՊԱ-կանի հանդեպ ինքը հարգանք ունի։ Եկեղեցում շատ են այդպիսիները, ովքեր ԿՊԱ-կանների նկատմամբ հարգանք։ Խնդրում եմ դա որպես սարկազմ ընկալել։ Իսկ եկեղեցու օրակարգում էլ չկա վեհապարի փոփոխության նոր կապակցություն։ Հիմա ես պիտի պատասխանեմ այդ հարցին։ Իհարկե չկա։ Իրենք են այդ հարցը ձեզ իրենց գրառումներով։ Իրենք նման պահանջ են ձևակերպում մեր օրակարգում, եթե կա ամենայն հայոց կաթողիկոս գործող, նման պահանջ չի կարող լինել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրել, ցանկանում էին վեհապարին փոխել, բայց կարծես ժողովուրդը չհավաքվեց։ Ինքը քաստինգներ կարող է կազմակերպել, բայց բոլորովին այլ ոլորտում։ Պապ Թագավորի հետ համեմատությունը ձեզ համար մտահոգիչ չէ, արդյոք այս ամենի Պապ Թագավորի հետ համեմատությունները մտահոգիչ չեն այս համատեքստում եւ ֆիզիկական։ Անցյալ օրը ես մի հաղորդում էի դիտում, շատ հետաքրքիր դիտարկում եղավ, ասացին, որ պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Պապ Թագավորը ինչով ավարտեց։ Կարծում եմ, Պապ Թագավորի հետ համեմատության մեջ գտնվել փափագող անձինք նաև այդ ասպեկտով պետք է նայեն այդ կերպարին։